Ծենսի գրիքոյետ վարսուն արցինք։ Հովանեսն է համակարգչային ծրագրերի սիրահար։ Անգլերեն է սովորում, որ մարդկանց նկարներին նոր շունչ ու փայլ հաղորդի։ Ես ուզում եմ Photoshop անել, սարքել, ասենք, մարդկանց դեմքը, ջայլացնեմ։ Հովանեսի նման աուտիզմ ունեցող երեխաների ու դեռահասների սոցիալացումը առանձնահատուկ մոտեցում է պահանջում, աշխատանք ընտանիքների հետ եւ շփման ճիշտ միջավայրի ընտրություն։ Եվ այս ճանապարհին բնությունը պարզապես անփոխարինելի է։ Իմ ուղին սոցիալ հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի սաների հերթական զբոսանքը Գառնի Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում էր։ Արին բանը։ Հաջողություն բանը։ Ծնողներ կան, ընտանիքներ կան, որ իրենք չեն էլ կարող այս սոցիալիզացիան իրենց երեխաների համար ապահովել եւ ֆինանսական առումով, եւ ժամանակի առումով աշխատում են, չեն կարող։ Շենքային պայմաններում սովորածը իրական պատմություն է դառնում բնության գրկում եւ մասնագետների ջանքն էլ ապարդյուն չի անցնում։ Շղթան երկար է՝ էրգոթերապիա, երաժշտաթերապիա, արտ-թերապիա։ Վարքագծային ընդունված կանոնների ձեռքբերումը բնության շրջապատում ավելի հեշտ է տրվում։ Սոցիալական պատմությունների միջոցով սովորում են ընդունելի վարքագիծ, բայց կարևոր է դրանք ընդհանրացնելը եւ կիրառելը։ Բաց միջավայրը նպաստավոր է հաղորդակցման հմտությունները զարգացնելու, մյուսների հույզերը զգալու եւ քոնն արտահայտելու համար։ Փոքր հաղթանակներն են բարձրացնում երեխաների ինքնագնահատականը։ Թե ինչպես իրենց կդրսևորեն նոր մարդկանց տեսնելիս, որքանով է կենտրոնում արված աշխատանքները արդյունավետ եղել իրենց համար, պարզ է լինում, երբ որ մենք երեխեքին բերում ենք ավելի բաց միջավայր, հատկապես մարդաշատ վայրեր։ Վիվան տևական ժամանակ է աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող Իմ ուղին կենտրոնին։ Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 միլիոն դրամ։ Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանքը երբեմն նաև անսպասելի հաջողությունների հասնելու հնարավորություն է տվել։ Այսօր այս կենտրոն է հաճախում 253 երեխա, 60 մասնագետ էլ կրթաբուժական հաբիլիտացիոն համալիր ծրագրով երեխաներին հաղորդակից են դարձնում արվեստին, իրականացնում լավագույն փորձի վրա հիմնված թերապիա եւ զարգացնում նրանց խոսքը։ Կենտրոնի կարգախոսը մեկն է՝ ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։